Իսկ 30-ականներին որ գանք Ստալինյան այդ բռնաճնշումները ոնց ազդեցին այդ ամբողջ process-ի վրա, այսինքն ինչ որ բան փոխեցին, թե հստակ, այսինքն Ստալինյան շրջանը լրիվ փոխեց 20-ականների հունը զարգացման։ Իսկ եթե մենք 20-ականներին արդեն խոսեցինք այդ խորհրդային մոդեռնիզմի մասին, մշակույթ մեկի մասին, համընդհանուր այսպես զարգացման ու արդիականացման տենդենսի մասին, մշակութային վերելքի, ազգային մշակույթների խրախուսման մասին եւ այլն, 30-ականներին արդեն մենք տեսնում ենք հստակ մշակույթի հորիզոնական ուղղահայաց զարգացում, մշակույթ երկուսի գալուստն ենք տեսնում արդեն Պապերնի ասած, տեսնում ենք խիստ կենտրոնացված քաղաքականության ձևավորում, այսինքն մշակութային քաղաքականությունը կենտրոնացվում է եւ դա նաեւ ենթակառուցվածքների առումով արտահայտվում, որովհետեւ 32 թվականի Ստալինի հրամանով կազմալուծվում են մինչև այդ գոյություն ունեցող բոլոր միությունները մշակութային եւ իրենք սկսում են այսպես միավորվել 5 հիմնական ստեղծագործական միությունների մեջ՝ գրողների միությունը, կոմպոզիտորների, թատերական գործիչների, նկարիչների, հետագայում 2 միություն առաջանում ավելի ուշ լրագրողների եւ մոռացանք նշենք գրողներ, նկարիչներ, թատերական գործիչներ, կոմպոզիտորների։ Այսինքն 7 ստեղծագործական միություններում մենք տեսնում ենք, որ ամբողջ մշակույթի դաշտը կենտրոնացվում է։ Ինչու, որովհետև այդպես հեշտ է լինում վերահսկել մտավորականների, մշակութային գործիչների աշխատանքը։ Եթե դու ուզում ես գրող լինել խորհրդային 30-ական թվականների, ուրեմն դու պետք է անպայման լինես գրողների միության անդամ։ Եթե ուզում ես լինես գրողների միության անդամ, դու անպայման պետք է փառավորես սոցիալիզմը, սոցիալիզմի ոճով ստեղծագործես, արդեն ունենաս ստեղծագործություններ, որտեղ դու գովերգում ես Լենին, Ստալին, մարքս-լենինիզմ եւ այլն։ Այսինքն բոլոր պայմանները ստեղծվում են, որպեսզի դու միայն ստեղծագործես այս հիմնական ուղենիշներով։ Եվ դրա համար նաեւ ստանում ես որոշակի բոնուսներ, չէ՞։ Իհարկե ունես արտոնություններ։ Ամենակարևոր արտոնությունը դա օրինակ հանգստյան տներն է, արվեստանոցներն են, պայմաններն են, օրինակ նամակները, հա, որ գրում են ուրեմն կենտրոնական կոմիտեին, կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեին, որ խնդրում ենք այսինչին տրամադրել բնակարան, որովհետև ինքը այսինչ լավ ստեղծագործող է, այսինչ միության անդամ է եւ որպեսզի կարողանա աշխատի իրեն պետք են կենցաղային պայմանները բարելավել։ Խաչատրյանի նամակն եմ կարդացել եւ դա գրքում թատրոնի մասին գրքում ներառել եմ, այնտեղ ասում է ես նամակ է գրում եւ մշակութային գործիչների կենցաղային պայմանների բարելավման մասին եւ ասում է կառուցեք կենցաղի տուն, որտեղ բոլոր մշակույթի գործիչները անվճար կսպասարկվեն եւ դա ոնց որ կնպաստի, որ իրենք ավելի լավ ստեղծագործեն, ավելի շատ կենտրոնանան այդ սովետական ռեալիզմի վրա եւ սովետական մշակույթի ստեղծման վրա։ Այստեղ հստակ կապ կար այդ լոյալությունը եւ քաղաքականությունը։ Մենք լոյալ ենք եւ դրա դիմաց ստանում ենք արտոնություններ։ Այդ հանգստյան տները, ջերմուկ, չգիտեմ, Դիլիջանի, Ծաղկաձորի, այսօր էլ որ մենք տեսնում ենք, ու մենք տեսնում ենք ինչ շքեղություն ա եղել այն ժամանակվա համար։ Գրողների միության տունը Ծաղկաձորում, Շորժայում, նկարիչների միության եւ ես ինտերվյուների ընթացքում այսպեսի տենց բանավոր պատմություն եմ հավաքել, ասում է դե ամեն տարի հո չէր կարող Պապան նկարիչների միությունում հանգստանալ, իր ընկերոջ գրող էր, ընկերը փոխվում էին տներով, մեկը գնում էր Ծաղկաձոր, մյուսը Շորշա, ու սենց գոնե որ նկարիչ ես, բայց հանգստանաց գրողների միությունում եւ սենց հակառակը, ու բնականաբար այդ լուրջ նաեւ մշակութային միջավայր էր ստեղծում։ Եթե նայում եք այդ հանգստյան տները, իրենք լրիվ ճարտարապետական գլուխգործոցներ են ու ներսում ստեղծված պայմանները մտավորականների համար իրենց շատ ժամանակ ժողովներ էին անում, քննարկումներ եւ արդեն 70-ականներին շատ էին լինում այդ քննարկումների մեջ ավելի շատ ազգային թեմաներ ու հենց այդ ժողովներ, հենց այդ վայրերում էին լինում քննարկումները, բացի իհարկե սրճարանները, որոնք շատ կարևոր էին։ Իրենք ուզում էին վերջին հաշվով ստեղծել մի միջավայր, որտեղ կծնվի խորհրդային արվեստ, խորհրդային գրողներ կլինեն, խորհրդային, չգիտեմ, նկարիչներ կլինեն, բայց այնուամենայնիվ այդպես երևի ինչ որ չափով ստացվեց, բայց նաև ազգայիններ զարգանում էլի այդ տեղերում, իրենք դառնում էին ազգային
մտքերի, գաղափարների, խոսակցությունների ինչ որ կենտրոն էին նաև դառնում։ Իհարկե, ոչ 30-ականներին, ամեն դեպքում իմ հավաքած նյութերը համաձայն եմ, 30-ականների մասին չկա այդպես բան, 30-ականներին շատ ավելի խիստ էր եւ այնտեղ նույնիսկ եթե առանց թույլտվության տպագրեին որևէ ամերիկյան հրատարակչությունում միանգամից ձերբակալում էին, ակսորում էին ու այնպես հեշտ չէր լինել էլի խորհրդային մշակութային գործիչ, բայց այ 60-ականներին եւ 70-ականներին այո, իրենք դառնում են այն կենտրոնները, որտեղ սկսում են այդ ազգային մշակույթը ձևավորվել, թեմաներ քննարկել, որոնք խորհրդայինի սահմաններից դուրս են։ Օրինակ ցեղասպանության թեման, հողերի վերադարձի խնդիրը, որը առաջին անգամ 60-ականներին սկսեցին բարձրացնել, եկեղեցիների վերաբացումը լինում 60-ականներից, քան թեմաները բավականին փոխվում են ու խորհրդայինի շրջաններից